Ես քույրիկս խաղում ենք, մեկ էլ տեսա, որ սին կադր է ստացվելու, ոնց որ պատուհանից ինքն է, բայց պատուհանից չի։ 11-ամյա Մարկն իր աշխատանքներից հենց սա է առանձնացնում, ասում է նկարում կյանք կա։ Լուսանկարել սկսել է 8 տարեկանից, երբ իր առաջին հեռախոսն ունեցավ, հիմա արդեն աշխատում է պրոֆեսիոնալ տեսախցիկով։ Այդ հեռախոսով ես գնացել էի ճամփորդության, որում ես փորձեցի ինչ-որ բան լուսանկարել, եւ ամենաառաջին լուսանկարը եղել է ծառերի արտացոլանքը լճում։ Նարեկացի արվեստի միությունում բացված ցուցահանդեսին Արեգը մայրիկի օգնությամբ ընտրել ու արվեստասերներին է ներկայացրել իր լավագույն աշխատանքները։ Սա իմ մայրիկի չորածաղիկներն են, ես նույնպես հանկարծակի եմ տեսել, մտածել եմ, որ այս կադրը շատ գեղեցիկ կլինի, եթե ես նկարեմ, և նկարեցի։ Փոքրիկ լուսանկարիչը հաճախում է Իգիթյանի ազգային գեղագիտության կենտրոն, սովորում է Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում, բացի լուսանկարչությունից հետաքրքրված է նաև կինոյով, ասում է երազում է ֆիլմ նկարել, կերպարվեստով էլ է զբաղվում։ Չէի ասի, որ հիմա ես լուսանկարիչ եմ, որովհետև շատ սովորելու բաներ ունեմ։ Իմ համար լուսանկարները իմ զգացմունքները արտահայտելու միջոց է, եւ մարդկանց կասեի, որ եթե ես նկար լինեի, կասեի, տես ինձ եւ ուրախացիր։ 12-ամյա Սոնան իր վրձնով է պատմում Հայաստանի մասին։ Իսահակյանի տուն-թանգարանում փոքրիկ նկարչուհու անհատական ցուցահանդեսն է։ Իմ ցուցահանդեսի խորագիրը ընտրել եմ երկրից գույները, ներկայացրել եմ իմ հայրենիքի պայծառ անուշ գույները, մի քանի նայնջրմորտներ, հայրենիքիս տեսարժան վայրերից, հուշարձաններ, մեր Սևանալիճը։ Սոնան նկարել սկսել է 3 տարեկանից, հետևելով հոր ու հորեղբոր օրինակին։ Արդեն 4 տարի է սովորում է Բարսեղ Կանաչյանի անվան արվեստի դպրոցում։ Աշխատելուց միշտ լսում է, շատ լավ հասկանում է, ընկալում է, գույները շատ լավ է զգում, իր մեջ իծնը կա։ Այսինքն դժվարություններ չկար սովորելու մեջ, որ մի բան բացատրում ենք, կոմպոզիցիան, հեռանկարը շատ լավ հասկանում է, շատ հետաքրքիր պայծառ մտքեր ունի, իր հայրենիքը շատ է սիրում, շատ գեղեցիկ ներկայացնում է։ Հայրենիքի գույներին սիրահարված է, ասում է, Հայաստանով հպարտանալ է պետք ու հենց այստեղ իրականացնել երազանքները։ Շատ երազանքներ ունեմ, որոնք ցանկանամ կատարածեմ, ուզում եմ դառնալ աշխարհահռչակ նկարչուհի։ Էլեն Սարգսյան, Հովհաննես Քյուրքչյան, լուրեր։